այն մարդիկ, որ մեզ լսում են ու գուցե հետաքրքրվեցին, միտք անցավ, որ ինչ է պետք սկսելու համար ցանկությունից բացի։ Ցանկություն, միայն ցանկություն, զանգահարեք թենիսի լիգան մեզ մոտ բանով կա, թենիսի լիգայի հետ հեռախոսահամարները կա, զանգահարեք, մենք կաջակցենք, համեցեք, շատ սպասում ենք։ Եկեք հատուկ համազգեստ կամ ոչ մի բան, մենք ռակետ կայել ենք տալիս, ընդհանրապես սպորտային համազգեստ լինի ձեր վրա, որ դուք ձեզ լավ զգաք, ուրիշ ոչ մի բան պետք չի։ Գնդակները, ռակետկեքը մենք ամեն ինչ տալիս ենք, մենք ամեն ինչ ունենք, ոչ մի խնդիր չկա։ Հուսանք, որ մարդիկ կմիանան եւ դուք մի պարզ վարժություն ասեցիք, որ մարդը, որ սպորտային, այսպես ասած, անցյալ չունի, որ ներկան ուզում է սպորտային դարձնել, մի քանի պարզ գուցե խորհուրդներ կամ առաջադրանքներ, որ մեզ լսող 60-անց մարդիկ կարող են սկսել զբաղվել, առողջ ապրելակերպ որդեգրել, կան մարզասարքեր նաև բակերում։ Ուրեմն ամենակարևոր բաներից մեկը, որ 6-ից հետո հաց չուտեն, որպեսզի օրգանիզմը չչաղանան։ Իմ քաշը եղել է մոտ մի 100-120 կիլո, 115 կիլո էի ես, սկսեցի 6-ից հետո հաց չուտել, օրգանիզմս իջավ, հիմա 92-93 կիլոգրամ եմ ու ես ինձ շատ լավ եմ զգում, օրվա որ ժամին ուզենամ, օրգանիզմը երբ որ սովորում է, որ արդեն դու 6-ից հետո ընդամենը կարաս ասենք միրգ ուտես, բանջարեղեն ուտես, բայց բան չուտես։ Սնունդ մեծականակ չօգտագործես, որտեղ օրգանիզմի համար դա շատ վնասակար է։ Շատ քայլելը շատ կարևոր բան է։ Շատ կարևոր բան է, ինչքան չափելի ասեք ընկեր Գագիկ։ 10,000 քայլը մինիմալ կարողանան օրական, ով որ վերելակ ունի, թող վերելակով չօգտվի, ոտքով բարձրանա, ոտքով 60+-ի համար եք, չի ասում 10,000 քայլը։ Այո, ով որ վերելակից օգտվում է, բազմաբնակարան շենքում է բնակվում, այդ վերելակից թող չօգտվի, ոտքով բարձրանա, ոտքով իջնի, կտեսնի տարբերությունը ոնց է միանգամից զգացվում։ Գիտեք, մի հարց էլ ձեզ տամ օգտվեմ առիթից հաղորդման, երբ որ աստիճանները բարձրանալու մասին խոսում ենք, ես միշտ մտածել եմ, եթե կամ հեծանիվ քշելու բան, մտածում էի, որ ոնց որ շատ կօգտագործենք մեր ծնկները, եւ գուցե դա վնաս է, այ հետաքրքիր է, շատ օգտագործելուց ծնկի հոդը գուցե Ընդհակառակը, կամաց դու իրեն նագրուսկա տալով իրան բերում ես, որ պետքա օրգանիզմին պետքա նեղություն տաս, որ ինքը սկսի քեզ ծառայել։ Երբ որ դու իրան թողում ես չխնայենք մեզ։ Այո, երբ որ սկսում ես խնայել, երբ որ սկսում ես ասես, վայ, եսի անեմ, եսի սենց կլի, չէ, կամաց պետքա, հա, ճիշտ է, միանգամից պետք չի ասենք 100 հարկ բարձրանալ, բայց ասենք առաջի երկրորդ հարկ բարձրացար, հանգստացար, բարձրացար, հետո կամաց կզգաս, որ ոտերդ պնդացան, ոտերդ արդեն նորմալ են, այդ բաները կքանստումները որ անես, դա շատ մեծ նշանակություն շատ օգնում։ Ինչի՞։ Ոտքերի մկաններին, սա մեր ցավերը այդ ոտքերի մկաններից է, սա այդ որ ասում եք մեծահասակ կանայք են, տղամարդիկ են, սա խնդիրները այդ հոդերի ստեղծումը մկանների վատ աշխատանքից։ Երբ որ մկանները սկսում են նորմալ աշխատել, երբ որ շատ են քայլում, շատ են վարժություններ անում, այդ ժամանակ օրգանիզմը սկսում է նորմալ ծառայել։ Մենք որ գալիս էինք 20 տարվա տարբերություն տարիքի առնվազն կա, բայց դուք ավելի թեթև էիք քայլում։ Ոնց որ քայլեիք ոտնա թաթերի վրա, ես էլի մեր տարեց հյուրերի հետ դա զգացել եմ, որ ես զգում եմ, որ մարդը 90 տարեկան մարդը ավելի թեթև բարձրան աստիճանները, քան ես։ Այդ սպորտային բանն է։ Շնչառությունն է, դե ասեք այդ գաղտնիքները, գաղտնիքները չեք ասում։ Եկեք տենիս խաղացեք, ամեն ինչը կզգաք ինքներդ ձեր վրա։ Հուսով եմ մենք մեր նախագիծը մենք կիրագործենք, 4 հատ կորտ կսարքենք եւ առանձին ինչ-որ ժամեր կառանձնացնենք մեծահասակների համար, որպեսզի գան անվճար մեր մոտ սենց է։ Կամ գոնե խորհրդանշական վճարով, էլի։ Հա, իհարկե։ Մեր մոտ սենց է, ասենք մենք առաջի պարապմունքը դա անվճար է բոլորի համար։ Փորձնական պարապմունք ենք համարում, գալիս են երեխաներին բերեցիք պարապմունքի, առաջի պարապմունքը փորձնական պարապմունք է, անվճար է։ Ամսական պարապմունքը մեզ մոտ ասենք շատ բան էլ ինձ Եկեք գումարը հնչեցնենք եթերում, թող մարդիկ իմանան։ Ամիսը 15000 դրամ վճարում են, իրենց երեխաները գալիս են 8 պարապմունք պարապում են։ Ամսվա մեջ 8 պարապմունք, այսինքն շաբաթը 2 անգամ։
Ստացվում է, որ 4 հնարավորություններ ունեն ծնողները, տատիկները, պապիկները, ուղեկցողները։ Այո, ուղեկցողները գալիս են, ասենք շաբաթը մի անգամ իրանք էլ մասնակցում են, տեսնում են ոնց է, ինչա, շարժվում են, ստիպում ենք շարժվել։ Ստիպում եք շարժվեք, իրենք շարժվեն, թե որ կարողանան երեխաներին օգտակար լինեն։ Հետաքրքիր է նախաձեռնության իմաստը։ Իրանց արդեն էլ տանել բերելը արդեն մեծ բան է, որ ինքրանք գնում են, գալիս են երեխաներին բերում են, տեսնում են երեխաների հետ, հետո արդեն դուրսն են այդ ամեն ինչը քննարկում են իրար հետ ոնց է, շարժվում են։ Ամեն դեպքում տեսողական բանը կարևոր է, էլի, ասենք դու որ տեսնում ես դուրդ գալիս է, ինչ-որ բան փորձում ես անել, երեխուն տեսնում ես ինքը չի կարողանում, փորձում ես դու ինքդ իրան ցույց տաս, ու սենց է լինում, ծնողները գալիս են պարապելու, այդ ժամը պարապում են, վայ ինչ դժվար է, վայ ախր էսի, ես ասում եմ, բայ երեխուն կողքից հեշտ է, ասում եք էսի սենց արա, ինին նենց արա։ Դե արա։ Հրաշալի է։ Տարիքի մասին հարցը մեր եթերում հնչում է, դուք ձեր տարիք ասեք, կանանց եմ հարցնում, տղամարդիկ կասեն եւ ասեք ինչքան եք զգում։ 63 տարեկան եմ, բայց չգիտեմ ինչքան եմ զգում։ Հələ որ ինձ շատ ջահել եմ զգում։ Թոշակառու եք։ Հա։ Երեկվանից թոշակառու եմ, հələ որ նոր պետքա ձևակերպեմ, բայց ես ինձ թոշակառու չեմ համարում։ Մրցումների եմ մասնակցում, միջազգային մրցումներ կան, որ մենք հիմա այս կորտերը սարքեցինք անպայման դա ավելի մեծացնենք տարբեր տարիքային խմբերի, այսինքն սկսում է 40 տարեկանից 40-ից 45-ը իրար հետ են խաղում, 45-ից 50, 50-ից ամեն 5 տարին մեկ ու մինչև 75 տարեկան այդ տարիքային բանը կամ միջազգային միավորներ է գրանցվում, էս արվում։ Եկեք պայմանավորվենք, երբ որ 60+ տարիքային խմբում մրցումներ կունենաք, դրա մասին անպայման երկրորդ շնչառությունը կհայտարարի, ես ձեզ կաջակցեմ ինֆորմացիոն ամբողջ արշավը տանելու համար։ Ես շատ ուրախ եի, որ դուք հրավիրեցիք ինձ։ Հուսով եմ, որ ինչ որ կարողացա օգուտ տալ եւ մարդկանց մեջ մի քիչ ոնց ասեմ բան առաջանա, ցանկություն առաջացրի, որպեսզի իրանք առողջ ապրեն։ Ու այդ առողջ ապրելակերպը թենիսի միջոցով ամենակարևորը։ Մենք պատրաստ ենք այդ թենիսով ձեզ աջակցել, որպեսզի դուք հասկանաք, որ առողջությունը լավ բան է։ Ամենալավ բանը։ Արդեն ասացիք, որ 6-ից հետո հաց չեք ուտում, ամբողջ օրվա նկարագիրը, կենսակերպը ոնց է։ Ասենց ասեմ, ամեն օր մոտ 4-ից 5 ժամ մենք պարապմունքներ ունենք, ամենակիչը։ Ասենք առավոտյան 2-3 ժամը, երեկոյան 2-3 ժամ, տենց առավոտը արթնանում եմ, այդ նախաճաշում եմ, գնում եմ պարապմունքի, 3 ժամ պարապմունք է, իրար հետևից հետո գալիս եմ տուն, մի քիչ հանգստանում եմ, գնում եմ երեկոյան պարապմունքներին, այդ է օրական ամենակի շաբաթ կիրակի օրը ավելի շատ է, որտեղ առավոտվա ժամը 9-ից է սկսվում, մինչև երեկոյան ժամը 6-7-ը, լինես որ Այսինքն միշտ մարզավիճակում եք։ Այո, ուզեմ ամեն օր մարզավիճակի երեխեքին դու պետքա բանը ցույց տաս, որպեսզի ինքը կարողանա անել, առանց ցույց տալու ինքը իրանով չի կարող անել։ Դրա համար ստիպված ես լինում դու լինել լավ մարզավիճակում, որպեսզի երեխաներին ցույց տաս, մեծերին ցույց տաս, որ իրանք հասկանան դա ոնց է կատարվում, ոնց է ավելի հեշտ անել դա, ընկալել, դա օգտագործել։ Մի բան ասում են, որ թենիսը նաև տեսողության համար է շատ օգտակար մարզաձև, դրա մասին էլ խնդրում եմ։ Այո, թենիսի ժամանակ դու անպայման այնտեղ հատուկ բաներ, հետևից ֆոներ արվում, որպեսզի դու գնդակը լավ տեսնես, գնդակը միշտ դու գնդակը քո ուշադրության կենտրոնում է ու տեսողության համար ինքը վարժություն է, էլի, որ նայում ես բաներով, ինտերնետով, բանով գցում են այդ վարժությունը, որ սենց ուղղակի պետք է նայես մի րոպե, սենց ինքը աչքերը սենց շարժումներ անում, թենիսում դա ինքն իրան է ստեղծվում, որտեղ գնդակը դու չես իմանում ուր է թռնում, անկանոն թռիչքների ժամանակ քո աչքերը աշխատում է եւ դա մարզումներ է աչքերի համար։ Տարեցների համար օգտակար կլինի։